Տիկին Հովսեփյան, Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը համարում է կոռումպացված, գրեթե ամեն կառավարության նիստին այդ մասին բարձրաձայնում է, ասում է դատական համակարգը կոռումպացված է, դատավորները կաշառք են վերցնում, արդարացնում են դատավորի մեղադրյալին, ասում է գետին ընկած մարդուն դիակի վրա բռնենք, դնում է դատական աղբյուրը։ Ինչպես եք ընկալում Փաշինյանի այս հայտարարությունները դատական համակարգի վերաբերյալ իր կարծիքը։ Դե կարծում եմ, որ քաղաքական հայտարարություններ են եւ քաղաքական հայտարարությունների հետ դատավորը, քանի որ ինքը քաղաքականությունից հեռու անձ է, դրա համար դրանց չեմ անդրադառնում, որտեղ քաղաքական հայտարարություն է։ Այս պայմաններում ինչպես պետք է դուք դատավորի անկախությունն ապահովեք, աչքի առաջ ունենալով այս իրավիճակը։ Դե 30 տարի աշխատում եմ, իրականացրել եմ այդ անկախությունը, կշարունակեմ նույն ձևով աշխատել։ Բայց սլաքներ են ուղում, ըստ էության դատելով տևական ժամանակ վարչապետի հայտարարություններից անարդարության երկրում, սովի պատճառը դատավորներն են։ Ասում է ձեզ հաշիվ տվեք, ինչով եք զբաղված։ Հիմա Տիկին Հովսեփյանը լինելով դատավոր, ինչպես իրեն պետք է հաշիվ տա, որ օրինակ դառնա իշխանությունների սրտի դատավորը։ Դե բոլորդ գիտեք, որ երբեք սրտի դատավոր չեմ եղել, այդ մասին են վկայում բազմաթիվ կարգապահական վարույթները։ Ասեցի 30 տարի աշխատել եմ, իրականացրել եմ արդարադատություն, այդ անկախությունն եմ իրականացրել, նույն ձևով կաշխատեմ, ասեցի հայտարարությունը իմ կարծիքով քաղաքական հայտարարությունը, դատավորը քաղաքականության հետ գործ չունի։ Ներողություն, այսինքն այս հայտարարություններին պրոցեսներ չեն հետևելու։ Փաշինյանն ասում է հետևելու են քրեական գործեր են լինելու, պետք է մաքրվի դատական համակարգ, այսինքն մեն այնպես չէ, որ հայտարարություն արեց, անցավ գնաց։ Սրան պրոցեսներ են հետևելու, քրեական վարույթներ կլինեն, դատավորների դեմ ճնշումներ կլինեն, վարույթներ կլինեն, գուցե ձերբակալվեն, կալանավորվեն։ Սա ինչու եք միայն ընկալում որպես քաղաքական հայտարարություն, գործում քայլ։ Դե իմ ընկալումը սա է, ես ուրիշ ընկալում չունեմ։ Կարող է իմ ընկալումը ճիշտ չի, բայց իմ ընկալումը սա է։ Եվ Տիկին Հովսեփյան երեք կառավարության նիստին ասում էր գնացեք պարզեք լրագրողներին, դատավորներից ով ում փեսանա, ով ինչպես դարձավ դատավորին չարեց, եւ հիշում ենք, որ այսպես մամուլը գրել էր, հա դուք վճռաբեկ գնացիք Աննա Հակոբյանի հովանավորչության ներքո կարծես սա արդյոք է Փաշինյանի ասած տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ես եթե չեմ սխալվում, մայիսի 5-ին այդ հարցը դուք եւ Քնար Մանուկյանը ինձ տվեցիք, ես պատասխանեցի, որ ես 30 տարվա դատավոր եմ, 27 տարի աշխատել եմ Առաջին ատյանի դատարանում, որևէ մեկը այդքան շատ չի աշխատել Առաջին ատյանի դատարանում, դրանից հետո գնացել է Վճռաբեկ դատարան։ Իմ այդ ամբողջ ընթացքը եղել է թափանցիկ, դուք բոլորդ վկա եք եղել, կարծում եմ օբյեկտիվ է եղել եւ Վճռաբեկ դատարանում ովքեր որ եղել են, ցույց տվեք այն անձին, որը շատ ավելի արժանավոր էր, քան ես։ Լավ, եւ Տիկին Հովսեփյան, մենք գիտենք, որ դու զոհվածի մայր եք, հա, եւ այս վերջերս զոհվածների նկարներն են ջնջում պատերից, ինչ էմոցիաներ ձեր մոտ առաջացրեց, ինչպես ընդունեցիք այդ իրողությունը։ Ես ամենայն հարգանքով ձեր նկատմամբ զոհված բառը չեմ սիրում եւ ուզում եմ, որ մենք տղաներին ասենք անմահացածները, ասեմ ձեզ, հիշատակի տարբեր ձևեր կան, իմ տղայի նկարը երբեք չի եղել, դա հետո ասեմ ձեզ, ինքը մի քիչ դժվար հարց եք տալիս, հուզական հարց է, շատ այսպես շեշտավոր հարց է եւ կարծում եմ, որ ինչ պատասխան էլ տամ, կարող է միգուցե որոշ մարդկանց իմ պատասխանը դուր չգա, առավել եւս, որ խոցելի խմբի մարդկանց մասին է խոսքը, դրա համար այս հարցին չեմ ուզում պատասխանել։